Ողջույններ բոլորիդ, այսօր կրկին եկել ենք Փարիզ ու փորձելու ենք այս անգամ լյուքս շալեներից, որոնք ժամանակավոր են, հատուկ Սուրբ Ծննդյան համար են եւ համով բաներ են առաջարկում ու այսօր մի քանիսը պետքա փորձենք, տեսնենք քանիսը կհասցնենք։ Ես նախատեսել եմ 4, եթե հասցնենք իդեալական կլինի։ Ուրեմն եկեք սկսենք առաջինից։ Հիմա մենք գտնվում ենք Գալրի Լաֆայետի առջևում, ավելի կոնկրետ մենք հենց Գալրի Լաֆայետ Գուրմեի առջև ենք գտնվում եւ Éclair de Génie ժամանակավորապես մինչեւ հունվարի 15-ը հատուկ Սուրբ Ծննդյան համար այսպես փոքրիկ շալե է դրել եւ վաճառում է իր ֆիրմային քրեպները։ Եկեք մենք էլ գնանք եւ փորձենք։ Նայեք ինչ գեղեցիկ է, արդեն վերցրեցինք, պեկանով եւ վանիլային կրեմով տարբերակն եմ վերցրել, այնքան համով հոտա գալիս չեք պատկերացնի ու ինքը բավականին ծանր է, ենթադրում եմ բավականին շատ կրեմ են լցրել, հիմա հեսա կփորձենք ու կտեսնենք, արդեն անհամբեր եմ, ուրեմն իրանց ամենաճանաչվածը շոկոլա Վիեննա տարբերակներ, որ այսպիսի քրեպ է լինում եւ մեջը տաք շոկոլադ է լցված լինում, վրան բրաունի կտորներ, շոկոլադ ծորացրած եւ այլն եւ ես հենց դա եի ուզում վերցնել, բայց վաճառողը ինձ խորհուրդ չտվեց եւ ասեց, որ չարժի վերցնել, ինքը ինչքան էլ ինտերնետում սենց ճանաչված է, շատ անհարմար է ուտելու, որովհետեւ ծորում է տաք շոկոլադը մեջից եւ ընդհանրապես լավ բան չի ստացվում, այնպես որ ես հետևեցի իր խորհրդին եւ վերցրեցի այս տարբերակը։ Եկեք փորձենք, տեսնենք, բավականին շատ պեկան կա ու քաղցրացված է, հուսով եմ շատ քաղցր չի լինի։ Ասեմ, որ բավականին համով է, պեկանը բավականին շատ է, ուղղակի քաղցր է, որտեղ պեկանը կարամելիզացված էր, բայց իր յախությունից ոնց որ թե կրեմը շատ քաղցր չի եւ շատ չի ստացվում վերջնական արդյունքում քաղցրը։ Ինչ որ շոկոլադային կրեմ եմ տեսնում, ամեն դեպքում համեղ է, կարակը շատ է, զգացվում է, քրեպը լավն է, ձգվող չէ։ Երևի թե կգնահատեմ 10-ից 8 դեռ նոր ենք սկսել, շարունակենք, կտեսնենք։ Արդեն կարելի ասել վերջացնում եմ իմ քրեպը եւ ասեմ, որ իսկապես շատ հավանեցի, որովհետեւ միջև վերջ էլ կրեմը կա եւ միջև վերջ էլ կան պեկաններ մեջը ու շատ քաղցր չէր, կրեմը եփովի կրեմի նման էր, իսկ եթե գինն ենք նայում, ինքը իսկապես շատ արժի, որովհետեւ ինքը ընդամենը 7 եվրո է ու եթե չգիտեք, ասեմ, որ Christmas market-ում նուտելայով քրեպը արժի 6 եվրո, բայց ինձ թվում է տարբերությունը շատ մեծ է սրա որակի եւ Christmas market-ի, այնպես որ անտարբեր միանցեք, դուք էլ փորձեք։ Եկանք արդեն երկրորդ տեղը, ինչպես արդեն նկատեցիք, եկել ենք Ռիցի Պոպա Պարչուկը տեսնելու եւ փորձելու իրենց ճանաչված տաք շոկոլադը եւ եթե հնարավոր է գնելու իրենց սև շոկոլադով, կարամելով, գիմովը, նայեք ինչ հերթ է ու ես ձեզ ասեմ, որ մենք եկել ենք հենց բացվելու ժամին, այսինքն հենց հիմա է բացվում ու արդեն իսկ այսքան մարդ սպասում է։ Վերջապես վերցրեցի իմ տաք շոկոլադը եւ այս գեղեցիկ արջուկին, ասեմ ձեզ ուղիղ 36 րոպե սպասել ենք եւ եկել ենք հենց բացման ժամին, այնպես որ ի նկատի կունենաք հերթերը շատ են։ Ուրեմն տաք շոկոլադից արդեն այնքան անուշ շոկոլադի հոտ է գալի, հիմա եկեք իրար հետ փորձենք ու տեսնենք լավն է թե չէ։ Ուրեմն առանձնահատուկ ուշադրություն անձեռոցիկին խնդրում եմ, այն մի տեսակ կտորային տեսակի անձեռոցիկներից է։ Դե լյուքսը ամենտեղ երևում եմ, այնպես որ հիմա եկեք փորձեք արդեն անհամբեր եմ։ Այնքան համով է, շատ սենց հարուստ շոկոլադի համ ունի ու արդեն խմելուց զգում ենք, որ ինքը սենց խտոտել է, բայց ոչ շատ խիտ, լավ տաքել մատուցել են, շատ հավանեցի։ Եկեք բացենք այս գեղեցիկ արջուկին, այնքան սիրուն եմ փաթեթավորել, որ մարդ չի ուզում ու նույնիսկ կպնի։ Ասեմ, որ երկուսն էլ արժեին
9 եվրո, այո, թանկ է, համաձայն եմ ձեզ հետ, բայց լյուքսը այդպիսի բան է։ Իրենք ունեն նաև սուվինիրներ, իրենց արջուկ խաղալիքները եւ տարբեր սուվինիրներ, բնականաբար շատ թանկ գներով, բայց ունեն։ Հիմա նայեք այս արջուկին, ինքը մեջը պետք է լինի վանիլային գիմով եւ կարամել։ Տեսքից շատ գեղեցիկ է, շատ լավ փայլում է, հուսով ենք համն էլ լավը կլինի։ Արդեն ժամանակն է իրեն փորձելու, ասեմ բավականին ծանր է, իր վրա չկա գրած թե քանի գրամ է եւ ինչ է, այս պահը ինձ այդքան էլ դուրս չի գալի, որտեվ ես սիրում եմ, որ գրած է լինում բաղադրություն, քաշ, որովհետեւ մենք իմանանք ինչ ենք ուտում, հնարավոր ալերգիաներից եւ ռիսկերից խուսափելու համար եւ ընդհանրապես Փորձեցինք։ Շոկոլադը շատ համեղ է, ու ինչպես տեսնում եք, շոկոլադի շերտը բավականին հաստ է, հետևաբար ես կոնկրետ չզգացի ոչ գիմովի համը, ոչ մեջի կարամելի համը։ Ես իրան կգնեի որպես շոկոլադ, քան որպես գիմով, երևի թե կգնահատեմ 10-ից 8 զու դրա համար, որովհետև եթե գիմով են գնում, սպասում ենք, որ պետք է ուտենք գիմով, այլ ոչ թե շոկոլադ, թե չէ, շոկոլադը շատ համեղ է, բարձրորակ է, շատ լավն է, լավ խրթում է, բայց ըստի շերտը շատ հաստ է։ Դուք էլ արդեն ինքներդ կորոշեք։ Ուզում եք գնել թե ոչ, բայց ինքը շատ գեղեցիկ է ու շատ sense cute է նվիրելու համար իդեալական է։ Ու ասեցին, որ 2 շաբաթ, 3 շաբաթ պահպանվում է եւ պետք չէ դնել սառնարան, այնպես որ կարող եք գնել եւ տանել նվեր։ Արդեն եկանք մեկ այլ լյուքս շալե, որպեսզի փորձենք իրենց վաֆլիները։ Սա հոտել Քրիոնի լյուքս շալեն է, որը բաց է լինելու մինչև հունվարի 6-ը, հենց հատուկ տոների համար է բացվել եւ վաֆլիներ է առաջարկում։ Մենք էլ գնանք փորձենք։ Իդեպ, եթե չասեցի, Ռիցինը բաց է լինելու մինչև ամսի 4, այսինքն ժամանակավոր է, էլի Սուրբ Ծննդյան համար է, հունվարի 4-ից հետո, էլ չի լինելու իրենց արջուկ այնպես որ շտապեք։ Իսկ հիմա գնանք փորձենք Քրիոնի վաֆլին։ Ահա եւ վերցրեցինք այս գեղեցիկ լյուքս վաֆլին, որն արժե 12 եվրո, այո ճիշտ եք լսում, մի քանի տեսականի կա նաեւ կլասիկ ուղակի շաքարավազով տեսակը, մենք վերցրել ենք հենց շեֆի նախընտրած տեսակը, հապալասով եւ շագանակի կրեմով, ասում են, որ բավականին ավասարակշռված համ է եւ շատ քաղցր չէ, եկեք փորձենք եւ համոզվենք ինքներս, բավականին թեթև է, գծենք եւ փորձենք։ Իսկապես շատ համեղ է եւ համը իրոքից հավասարակշռված է։ Ես մտածում եի, որ եթե շագանակի կրեմ կապա, ինքը պետք է շատ քաղցր լինի, բայց այդպես չի, որովհետեւ հապալասի այս կոնֆին ինքը բավականին թթվաշ է, որտեւ տնական է եւ շատ համեղ է, իսկ վաֆլին բավականին թեթև է, այնպես որ շատ հավանեցի 10-ից 10 երևի թե կգնահատեմ, ավելի ճիշտ 10-ից 9 զուտ նրա համար, որովհետև գինը շատ թանկ է, 12 եվրո, թե չէ ինքը իսկապես շատ համեղ է։ Հասանք իմ վերջին նախատեսած տեղը, եթե նկատեցիք, արդեն էլի իմ սիրած պիստաշխի մոտ ենք, լա պիստաշխի, ուրեմն այստեղ ինչի ենք եկել։ Նրանք հատուկ Սուրբ Ծննդյան համար հանել են պիստակով կաթ։ Ասեմ, որ պիստակով կաթ Փարիզում ամեն տեղ չեք գտնի, հա, պիստաչիո լատեն, այսպես ասած, եւ հիմա իմ շատ սիրելի լա պիստաշխին այն արդեն ունի ու ես շատ անհամբեր եմ փորձելու, հուսով եմ համով կլինի, եկեք գնանք եւ տեսնենք։ Պարզվեց, որ այդ կաթը էլ չկա,
Ուրեմն դուք էլ իմացեք, եթե իրենց ինտերնետային կայքերում տեսնեք, հա Instagram-յան էջերում, որովհետև այնտեղ գծված է, ուրեմն իմացեք, էլ իրենք չունեն։ Բարձվում է, որ այն այդքան էլ հաջողություն չի ունեցել, չնայած որ ինքը շատ լավն է եղել, երևի շատերը տեղյակ չեն եղել, որ այն այստեղ կա, եւ այն այդքան էլ հաջողություն չի ունեցել, հետեւաբար արդեն հանել են իրենց, այսպես ասած, ցանկից, հա մենյուից։ Չկարողացա փորձել, բայց գոնե ինֆորմացիան ձեզ կփոխանցեմ, իմացեք, որ հատուկ դրա համար էլ չգաք։ Այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ամփոփել այսօրվա օրը եւ մի քիչ այսպես եզրափակելով ասել, որ արդյոք արժե նման գումարներ վճարել լյուքս վաֆլի ուտելու համար, լյուքս տաք շոկոլադ խմելու համար կամ թանկարժեք կրեպ ուտելու համար։ Ես կարծում եմ, որ գոնե տարին մեկ անգամ արժե, բայց այո, ես ինքս էլ ընդունում եմ, որ բավականին թանկ է եւ ընդամենը մնում է վաֆլի, կրեպ, ինչ ուզում եք։ Իրենք համով են եւ որակական առումով շատ լավն են։ Այնպես որ եթե ուզում եք շտապ եք փորձելու, Փարիզում են չեն շարժվում մինչև հունվարի 4-ը այնտեղ են, իսկ քրեպը մինչև հունվարի 15-ը։ Մի հապաղեք, սեղմե զանգա կոճակը, լայքել տեսալովակը եթե հավանեցիք, հետևեք ինձ իմ Instagram-ը երկու էջերում։ Ես շատ ակտիվ եմ եւ շատ գեղեցիկ կոնտենտ ունեմ, այնպես որ ձեզ շատ սիրում եմ, պաչիկներ եմ անում եւ ասում եմ մինչ նոր համտեսում։